Ստուդիայում հյուրընկալել ենք Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանին, բարև ձեզ պարոն Հայրապետյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, եւ պարոն Հայրապետյան, դատավորն այսօր ասել է, որ դուք չեք կարող Սեֆիլյանի պաշտպանը լինել, քանի որ 3 անգամ անընդմեջ բացակայել եք եւ Սեֆիլյանին առաջարկեց այլ պաշտպան ներգրավել գործում, ինչպես եք արձագանքում այս իրավիճակին։ Նախ ուզում եմ ասեմ, որ մեր մոտ դատավորներին եթե նշանակում են, դատավորը պետք է հանրության համար հեղինակություն վայելող անձ լինի, պետք է ունենա բարձր մարդկային եւ բարոյական չափանիշներ եւ իր վարքագծով այնպես պետք է անի, որ դատարանի նկատմամբ հարգանքի վերաբերմունքը բարձրանա։ Հիմա ինչ վերաբերում է այս նախագահող դատավորին, այս նախագահող դատավորը առաջինը իմ թվարկած որևէ չափանիշի չի համապատասխանում, երկրորդ նա անգամ չի կարողանում 1-ից 3-ը հաշվել։ Տեսեք, անցած դատական նիստը հունիսի 30-ին էր եւ ես մասնակցում էի դատական նիստին, այնտեղ արկա էր փաստաբանների պալատի նախագահը, արկա էր դատական դեպարտամենտի ղեկավարը, դուք մանրամաս այդ նիստերի վերաբերյալ իրազեկում տվեցիք։ Հիմա ասել 3 անգամ անընդմեջ ես չեմ ներկայացել, հաջորդ նիստը եղել է այսօր։ Հիմա հետեւյալ հարցը կարող է լինել. ինչպես է հաշվում նախագահող դատավորը այդ դատական նիստերը։ Մի պահ ենթադրենք, որ ինքը հաշվում է նիստերը հետեւյալ ձևով, որ ես չեմ նիստերն ինքը ոչ թե հաշվում է օրերով, այլ նիստերը հաշվում է օրվա մեջ մի քանի նիստ է լինում, այդ ամեն նիստը ինքը դա նիստ է հաշվում։ Այսինքն դուք հերքում եք, որ դուք 3 հիմա ասեմ, տեսեք, այսինքն եթե ես վերջին նիստին Ժիրայր Սեֆիլյանը երբ որ հեռացվեց, եւ հայտարարեց, որ ինքը չի հանձնարարում իր պաշտպաններից որևէ մեկը իր բացակայության ժամանակ ներկա գտնվի, ես ինքս գրավոր թե Ժիրայր Սեֆիլյանի կողմից այդ գրավոր փաստաթուղթը, թե իմ կողմից գրավոր փաստաթուղթ ենք ներկայացել դատարանին, որ մենք չենք կարող մասնակցել առանց Ժիրայր Սեֆիլյանի կամքին հակառակ չենք կարող որևէ գործողություն կատարել, որովհետև դա փաստաբանի ուղղակի որտեղ եթե նա ներկա չի, ապա դուք նույնպես ներկա չեք կարող։ Եվ դրանից անցել է ընդամենը 1 նիստ։ Եվ եթե այդ 1 նիստին ես չեմ գնացել, այսինքն ամսի 30-ին հաշվենք 1 նիստ, եւ այսօր եւս 1 նիստ, եթե 2 նիստ։ Իսկ եթե ինքը հաշվում է, որ այդ նիստից հետո մի հատ էլ է նիստ տարել, այդ դեպքում ինձ պետք է ծանուցել, որ ես գնայի ներկա գտնվեի։ Ինքը դա չի էլ ծանուցել։ Այսինքն այս պարզ թվաբանական հաշվարկը նախագահող դատավորը չի կարողանում հաշվարկել։ Էլ ուր մնաց ասեմ, որ առաջին նիստին նա սուտ խոսեց, ասեց, որ ձեզ ձայն կտրվի, ձայն չտրվեց, հետագայում նա նիստը վարում է այնպես, ինչպես ցանկանում է, ինձ թվում է խայտառակությունը այն, ինչ որ հիմա տեղի է ունենում նիստերի դահլիճում։ Այդ 2 անգամ ձեր բացակայությունը պայմանավորված է Ժիրայր Սեֆիլյանի ցանկությամբ։ Փաստորեն, այո, Ժիրայր Սեֆիլյանը, այո, դատական նիստին, ապա դուք նույնպես ներկայացնենք։ Հետո Ժիրայր Սեֆիլյանը 10 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից։ Ինչպես տեղի ունեցավ, որ դատարանը չհարգելով իր իսկ որոշումը, Ժիրայր Սեֆիլյանին նորից բերեցին դատական նիստերի դահլիճ։ Այդ դեպքում, եթե Ժիրայր Սեֆիլյանին պետք է բերեին դատական նիստերի դահլիճ, այդ ժամանակ ինձ պետք է ծանուցեին, եթե ես ծանուցված լինեի չներկայանալ, նոր կլիներ 3-րդ անընդմեջ չներկայանալ։ Այսինքն պրիմիտիվ հասարակ, որովհետև պատվեր ունի, որովհետև կամ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարում, կամ էլ ինչ որ խնդիրներ ունի ու այդ խնդիրներ ունենալու հետ միասին նաև որ նախաձեռնություն է ցուցաբերում, ավելի վտանգավոր է դառնում։ Պարոն Հայրապետյան, իհարկե Սեֆիլյանը հրաժարվեց այլ պաշտպան ընտրել, ասելով, որ ձեր պաշտպանին ձեզ պահեք, բայց արդյոք դատավորը ունի իրավունք պարտադրել մեղադրյալին այլ պաշտպան, եթե նա դա չի ցանկանում, այդ անձին չի ուզում տեսնել որպես իր իրավունքները պաշտպանող դատարանի։ Ուզում եմ նշել, որ այս գործով մեկ այլ մեղադրյալի հետ կապված առանց նրա համաձայնության կարծես է դատավորը գործում ներգրավեց հանրային պաշտպանի։ Ես կուզենայի այս դատավորի գործողությունները իրավական առումով չհետազոտել, որովհետև նա մի քանի նիստերում 200-ից 300 անգամ խախտել է օրենսգիրքը։ Նրա գործողություններում որևէ ոչ տրամաբանություն կա, ոչ հետևողականություն կա, ոչ էլ իրավաբանություն կա։ Օրենսգիրքը թույլ է տալիս առանց նշանակել պաշտպան հարկադրաբար, բայց այս դեպքում մեղադրյալի կամքին հակառակ։ Այո, բայց եթե մեղադրյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց, բնականաբար մեղադրյալի ցանկությունը ամենաբարձր ցանկությունն է, եւ եթե մեղադրյալը ցանկանում է հրաժարվում է այդ պաշտպանից, բնականաբար այդ պաշտպանը չի կարող շարունակել որպես պաշտպան եւ ներկայացնել պաշտպանությունը կամ իրագործել պաշտպանությունը։ Այստեղ ակնհայտ է, որ պաշտպանության իրավունքը շատ ավելի բարձր է, քան այսպես նշանակված պաշտպան ունենալու։ Ուզում եմ հասկանալ, ի հակառակ, այսինքն Ժիրայր Սեֆիլյանը հիմա չի ցանկանում, որ հանրային պաշտպանը, եթե ներգրավի իհարկե հանրային պաշտպան, իրեն պաշտպանի, հնարավոր է, որ նա միևնույն է այդ հանրային պաշտպանը մնա դատարանի դահլիճում եւ մասնակցի դատավարությանը պաշտպանելով Ժիրայր Սեֆիլյանի շահերը։ Այս նախագահող դատավորի վարույթում ամեն ինչ հնարավոր է, բայց եթե այդպես լինի, դա կլինի կոպիտ
խախտում, եթե Ժիրայր Սեֆիլյանը պետք է չկանգնի հեռացվի նիստերի դահլիճից եւ այդ պաշտպանը, որը լիազորված չէ պաշտպանելու, դա պաշտպան չի լինի, դա կլինի, չգիտեմ, դատավորի կողմից նշանակված իրավաբան, որը ոչ թե պաշտպանում է Ժիրայր Սեֆիլյանին, այլ պաշտպանում է պետության շահերը, որպեսզի օրինականացնի այդ անօրինական դատական ակտը։ Պարոն Հարապետյան, հիմա դուք շարունակում եք մնալ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը, ձեր դեմ սանկցիա է կիրառել այսօր դատավորը։ Իհարկե, անկախ նրանից, թե դատավորը ինչ է կատարել, պաշտպանի կարգավիճակ է ստանում, երբ որ այդ մասին Մեգադրյալն է ցանկություն հայտնել։ Հիմա Մեգադրյալը ցանկություն է հայտնել եւ անկախ նրանից այսօրվա մեկնաբանությունները շատ տարօրինակ են նախագահող դատավորի, որ պաշտպաններից մեկին ասես դուք դեռ ներգրաված պաշտպան չեք, մինչդեռ մեր օրենսգրքում հստակ նշված է, որ եթե Մեգադրյալը ցանկություն է հայտնում պաշտպան ունենալ, այդ ցանկությունը պետք է իրագործվի եւ արդեն պաշտպանը ստանում է պաշտպանի կարգավիճակ, անկախ նրանից դատավորը իրեն որոշում է կայացրել պաշտպանների։ Այսինքն անկախ այն սանկցիայից, որ այսօր կիրառել է դատավորը, դուք այսօր ի պաշտոններ շարունակում եք մնալ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը։ Իսկ դատավորի սանկցիան ավելի քան անհասկանալի է, դատավորը նախ իրավասություն չունի դատական նիստերի դահլիճից դուրս գտնվող իրադարձությունների վերաբերյալ որոշում կայացնել ու այդ անձանց պատասխանատվության ենթարկել։ Նախագահող դատավորը իրավունք չունի ենթարկենք մտնել ինչ-որ անձի ընտանեկան դրությունների մեջ, նա ինչ գիտի ես որտեղ եմ, ինչ գործողություններ եմ, ինչու չեմ գնացել, հետո որտեղից գիտի որ դա հարգելի է թե անհարգելի է, անգամ եթե անհարգելի է, նա պետք է ապացույցներ ունենա, այդ ապացույցները պետք է հետազոտի եւ հետազոտելը պետք է արդար հետազոտել լինի, այս դատավորից որևէ բան սպասելի չի, ինձ թվում է այս դատավորը չի կարող երկար պաշտոնավարել, շատ շուտով հենց այն անձիկը որ գործը մակագրել են նրան, հավանաբար դաժան կատակ են արել, որ իրեն մակագրել են, հավանաբար գործը կվերցվի նրանից, որովհետև ամեն դատական նիստին նա նորամուծություն է մտցնում եւ ոտնահարում է արդարադատությունը։ Տեսեք, վերջի նիստում ինտերնետից տեղեկացանք, որ դատական նիստերի դահլիճում էր նախագահող դատավորը, դատական նիստերի դահլիճում էր Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Ամբաստանյանը եւ մեկ հանրային պաշտպան։ Այլ անձիկ չկային, բայց նախագահող դատավորը շարունակում ինչ-որ խելացի տեսքով գործողություններ կատարել, հրահանգներ տալ, այսինքն սա ինչի մասին է խոսում, այսինքն դատավորը երբ ուզի, քանի հոգով ուզի կարող է դատական նիստ անել, սա իր մոտեցումն է։ Մյուս դեպքում, երբ որ Ժիրայր Սեֆիլյանը նստած էր խոսում, դատավորը դիտում էր անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, բայց երբ որ այսօր Ժիրայր Սեֆիլյանին կանչեցին եւ էլի մամուլից տեսանք, որ Ժիրայր Սեֆիլյանը նույն ձևով նստած հանգիստ պատասխանում է իր հարցերին։ Այսինքն մի դեպքում Ժիրայր Սեֆիլյանի չկանգնելը եւ տեղից խոսելը առանց կանգնելու վիրավորում է դատարանին եւ դա նիստերի կարգի խախտում է, իսկ այս դեպքում նույն նախագահող դատավորը արդեն նիստերի կարգի խախտ չի դիտում։ Հետևաբար, հա, սա ոչ կտրական, ոչ սկզբունքային դատավորի, այսինքն ցայտնոտի մեջ եղած իրավիճակ է, որ ինքն էլ չգիտի թե ինչ է անում։ Պարոն Հարապետյան, ինչու իսկ ոտքի չի կանգնում Ժիրայր Սեֆիլյանը։ Տեսեք, շատ լավ հարց եք տալիս, անգամ այս նույն իրավաբան, չեմ էլ ուզում ասեմ իրավաբան, որովհետև մի քանի հոդվածներ կա, որ վերաբերվում է դատավորին, դատավորի իրավասություններին, եւ նա գոնե այդ հոդվածները պետք է լավ սովորեր եւ պետք է կիրառել ճիշտ ձևով։ Հիմա չի կարելի անձի նկատմամբ հեռացնել դահլիճից, եթե նա չի խախտում նիստերի կարգը։ Դա ուղղակի գրած է երկու օրեր։ Ոտքի չկանգնելը կարգի խախտում չէ։ Ոտքի չկանգնելը կարգի խախտում չէ։ Ոտքի չկանգնելով, եթե նա, օրինակ, տեսեք, եթե ուրիշ բան է, եթե նախագահող դատավորը խոսում է, Մեգադրյալը անընդհատ խոսում է իրեն հավասար, կարգը խախտվում է։ Բայց եթե Մեգադրյալը չի կանգնում եւ նա իր չկանգնելը դա իր դիրքորոշումն է, ըստ էության Ժիրայր Սեֆիլյանը եւ ոտքի չկանգնողների անգամ նա չի լսել իրենց դիրքորոշումը։ Փաստորեն ոտքի չկանգնելը դա իրենց կարծիքի արտահայտումն է այս իշխանությունների նկատմամբ։ Եվ նրանք այս իշխանությունների նկատմամբ ունեն ընդգծված վերաբերմունք եւ սա կարծիքի ինչ են ցույց տալիս չկանգնելով, պարոն Հարապետյան, թե պարզ ձևակերպեք։ Տեսեք, Սասնա ծռերը փորձեցին իշխանափոխություն կատարել։ Այսինքն Սասնա ծռերին պարտադրել, որ իրենք հարգեն այս իշխանություններին, սա իրենց իսկ աշկին իրենց ստորացնել է նշանակում։ Հիմա նույնը Ժիրայր Սեֆիլյանը ունի վերաբերմունք, նա գտնում է, որ այս իշխանությունների ներքո գործող դատական համակարգը անկախ չէ։ Սա իր վերաբերմունքն է եւ նա չի ցանկանում կանգնել այս դատական նիստում, բայց նա կարգը չի խախտում։ Նա հարգում է օրենքը եւ դրա համար ունի պաշտպան եւ պաշտպանը պետք է իրավաբանական
ի պաշտպանություն իրականացնի Եթե օրենքի խախտում չի, ապա դատավորը ինչու է դա դիտարկում։ Դատավորը ընկալում է այսպես, առաջինը, եթե կարգը չի խախտվում, եթե սա նախ Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում էր բացատրել, որ մենք անձամբ ձեր դեմ, այս դեպքում դատավորի դեմ ոչ մի բան չունենք։ Իսկ եթե ընդհանուր դատական համակարգի կամ ընդհանուր իշխանությունների դեմ որևէ կարծիք ունի, սրա համար չի կարելի անձին հեռացնել նիստերի դալիճից։ Այս դատավորը ես հասկանում եմ, որ կարող է սա չհասկանալ, բայց ամեն դեպքում սա ոտքի չկանգնելը, սա ընդգծված ոչ թե նրա համար է, որ նիստերը խանգարվեն եւ անհարգալից վերաբերվում կոնկրետ այդ նախագահ դատավորի եւ դատարանի նկատմամբ, այլ սա իր համակարգի նկատմամբ այո, այլ սա իր կարծիքն է եւ ինքը լիարժեք իրավունք ունի իր կարծիքը արտահայտել եւ դրանով ինքը չի խախտում նիստերի կարգը, դրանով ինքը չի խախտում եւ չի միջամտում, ընդհակառակը նա ցանկանում է ներկա գտնվել եւ տեսնել ինչ է կատարվում։ Այս դեպքում այսօր նույն նախագահ դատավորը հասկացավ, որ առանց Ժիրայր Սեֆիլյանի կարծիքը հարցնելու նա չի կարող ինչ-որ գործողություններ կատարել եւ խտրական վերաբերմունք դրսեւորեց, ինքը խախտեց։ Եթե փաստորեն սա անհարգալից, այո, իր իսկ սահմանած սանկցիան, իր իսկ սահմանած կարգը, այսինքն կարգը խախտող անձի, այսպես կարգը խախտելով ստացված ինչ-որ տեղեկությունները նա ընդունեց իգիտություն, հետո նորից փաստորեն պահանջեց հեռացնել նրան նիստերի դահլիճից։ Մի խոսքով, պարոն Հարապետյան, եւ մի վերջին հարցը կխնդրեմ կարճ արձագանքեք, 7 մեղադրյալներից 6-ը հեռացված են, մնացել է մեկ ամբաստանյալ, դուք էլ նշեցիք, ով ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ, որևէ պաշտպան նույնպես չի մասնակցում դատավարությանը, այս իրավիճակում դուք ինչ ելք եք ակնկալում։ Ճիշտ ասած, տեսեք, սկզբում չէինք այնում 3 ամբաստանյալներ, հետո սա վարակով էր, ասես հետո 4-ը, հետո 5-ը, հետո 6-ը, չեմ բացառում, որ 7-րդը նույնպես չկանգնի, որովհետև ըստ էության իրենց մեկադրում են քաղաքական գործողությունների հետ կապված եւ հենց նույն այս կանգնող երիտասարդը Հովհաննես Պետրոսյանը ինքը նույնպես ցանկություն է հայտնել եւ ինքը իր ամբողջ նախաքննական ցուցմունքում գրել է, որ ինքը համաձայն չէ այս իշխանությունների որևէ գործողությանը համաձայն չէ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ինձ թվում է, որ ժամանակը կարող է գալ եւ կամ այս միակ մեղադրյալը պետք է շատ արագ նա ցուցմունք տա Ժիրայր Սեֆիլյանի դեմ, ես այսպես եմ մտածում, հա, ու դատավորը նախագահ դատավորը սա լավ հասկանալով փորձում է ամեն ինչ անել, որ այս ամբաստանյալը շուտ ցուցմունքներ տա Ժիրայր Սեֆիլյանի դեմ, հետագայում հավանաբար նրա խափանման միջոցը կփոխվի կալանավորումը եւ նա կհեռանա Հայաստանի Հանրապետությունից։ Այդպես եմ մտածում, որովհետեւ ամեն ինչ գնում է սրան։ Եվ առանց մյուս մեղադրյալների եւ նրանց պաշտպանների որոշում կկայացվի, դուք նման բան հնարավոր համարում եք։ Ճիշտ ասած, այս նախագահող դատավորի նախագահությամբ հնարավոր համարում եմ, բայց այսօր ես լսեցի Փաստաբանների պալատի նախագահի փաստորեն վերլուծությունը, որ դա անթույլատրելի է, պաշտպանության իրավունքի կոպիտ խախտում է եւ չի կարող փաստորեն անձը իր գաղափարների համար, իր կարծիքի համար ներկա չգտնվել դատական նիստերի դահլիճում, չունենալ իր պաշտպանը ներկա չգտնվի, հանրային նշանակված պաշտպան ներկա գտնվի, ումից ամբաստանյալը հրաժարվել է։ Սա ինձ թվում է շուտով պետք է թե Փաստաբանների պալատը, թե անձամբ այն գործով փաստաբանները իրենց համարժեք պետք է դիրքորոշումը հայտնեն, ինձ թվում է շուտով այդ համարժեք արձագանքը դուք կլսեք։ Շնորհակալություն պարոն Հարապետյան, ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ Ազատություն TV-ի ստուդիայում հյուրընկալել էինք Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանին։